Հանրապետական կուսակցության համագումարն ավարտվեց։ Նորից առաջնորդ ընտրվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ։ Քննադատեց գործող իշխանությանը, Փաշինյանի իշխանությանը մեղադրեց 44-օրյա պատերազմի պարտության համար։ Առաջին անգամ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Սերժ Սարգսյանը իր ելույթում մանրամասն նշեց նաև պատճառների մասին ու իրենց անելիքների մասին։ Թեև ընտրապայքարի մեջ չեն լինի, բայց ակտիվ կլինեն ընդդիմադիր դաշտում։ Ինչպես ինքը ձևակերպեց, Փաշինյանի դեմ պայքարի առաջամարտիկներից կլինի Հանրապետական կուսակցությունը։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Մեզ չի հետաքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։ Մնացած տարիները ելրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը եւ վստահեցնում են ձեզ եւ մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ, ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին, նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։ Նպատակ ունենալով նպաստել այս աղետաբեր ռեժիմին հաղթելու ընդդիմադիր ուժերի միասնական ջանքերին, Հանրապետական կուսակցությունը իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները, որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր։ Առաջին, ինչպես գիտեք, մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում։ Նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է եւ կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ ճշմարտության պահ։ Եվ Հանրապետականը կարող է այս ամենը համակարգել մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե իհարկե նրանց կհետաքրի նման առաջարկը եւ եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ եւ միասին զբաղվել նաեւ համազգային այս խնդիրներով։ Հանրապետական կուսակցությունը որևէ ընդդիմադիր ուժի չի սատարի։ Սոցհարցումներով պարզել են, որ իրենց աջակիցները ընտրելու են ընդդիմադիր ուժերին։ Այս ընթացքում ՀՀԿ-ականները կփորձեն մոտիվացնել մարդկանց, որ ընտրատեղամաս գնան ու ընտրեն ընդդիմադիրներից որևէ մեկին։ Սերժ Սարգսյանի ելույթից առաջարկում եմ դիտել հատված։ Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը, որ գնան կարգախոսի ներքո, տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր եւ ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր աղետաբեր ռեժիմին։ Այդուհանդերձ, ինչու 10 տարի Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանին չհաջողվեց միավորվել որևէ ընդդիմադիր ուժի եւ ընտրապայքարին մասնակցել։ Արդյոք այս ընթացքում եղել են բանակցություններ եւ արդյոք նրանց հետ է պահել այն հաշվարկը, որ Հանրապետական կուսակցությունը չէր կարողանալու հաղթել անցողիկ շեմը։ Սերժ Սարգսյանը այս հարցերին պատասխանել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Ընտրությունների արդյունքները, ասպես ասեմ, ոնց ասենք, պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում եւ բոլորը տեսան, թե մենք նախորդ շաբաթ ինչ հնարավորություն ունենք, ինչ ռեյտինգ ունենք եւ դա մեզ թույլ էր տալիս շատ
Չասեմ տենց քայլելով։ Այո։ Չէ, ոչ։ Մենք անհատներով չենք ռեյտինգ արել, Հայաստան դաշինքի սատարումը, Հայաստան դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է։ Եթե մեր վարկանիշը Հայաստան դաշինքից բարձր ելներ, ես կարծում եմ այն ժամանակ մենք պարտավոր էինք ուղղակի մասնակցել։ Իսկ ինչ վերաբերում ամիավորող ուժին, ապա կարծում եմ, որ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը այո, ուժեղ Հայաստանն է եւ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել։